Մեր երկրում կիբերպաշտպանության, կիբերանվտանգության կարողությունները բարձրացնելու նպատակով կիբերանվտանգության մասին և կից օրենքներում մի շարք լրացումներ և փոփոխություններ կիրականացվեն։ Նախագծի փաթեթն ԱԺ-ում ներկայացնելիս բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշեց, թե պետական կառավարման համակարգում և թե մասնավոր հատվածում կներդրվեն միջազգային չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածքներ։ Այս օրենքների նախագծերի կոնսոլիդացված փաթեթը ըստ էության թվային նոր ճարտարապետություն է բերում Հայաստան, ճարտարապետություն, որը պիտի լինի կիբերանվտանգ։ Այսինքն այս նախագծերի նպատակն այն է, որ տվյալի միայն մեկ միասնական աղբյուր մենք ձևավորենք, մասնավորապես փաստաթղթեր, թղթային տվյալներ այլևս չպիտի լինեն, ինչպես նաև տվյալների կրկնօրինակում այլևս օրենքի ընդունումից և կիրարկումից հետո ևս չպիտի նախատեսվի օրենքով։ Տվյալների շտեմարանների ստեղծման, ներդրման, մշակման, պահպանման, դրանց օգտագործման, կառավարման, տեխնիկական և կազմակերպչական կանոնները սահմանելու է ինքնավար մարմինը, որպես ստանդարտ։ Նախարար Հայրապետյանը մանրամասնում է, կստեղծվի տեղեկատվական համակարգերի կառավարման մարմին, որը կլինի ինքնավար ու ապաքաղաքականացված, կկանխի կիբերհարձակումները։ Կառույցը կազմված կլինի 5 անդամից, հանձնաժողովի նախագահին ու մյուս անդամներին կնշանակի խորհրդարանը։ Ես ուզում եմ ընթերցել ազգային անվտանգության մարմինների մասին օրենքում այն փոփոխությունները և լրացումները, որոնք այս օրենքի ընդունման պարագայում ուժի մեջ կմտնեն, մասնավորապես հոդված առաջին 4-րդ կետում առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ. իրականացնում են պաշտպանության, ազգային անվտանգության և արտաքին հարաբերությունների ոլորտներում, ինչպես նաև կիբերանվտանգության մասին օրենքի համաձայն, այսինքն արդեն իսկ այնտեղ հղում է լինելու կիբերանվտանգության մասին օրենքին, կառավարության կողմից սահմանված ցանկով հաստատված և լիազոր մարմնին վերապահված տեղեկատվական համակարգերի և կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների նկատմամբ, կիբերանվտանգության մասին օրենքով սահմանված լիազոր և ինքնավար մարմինների լիազորություններն ու գործառույթները։ Պատգամավորները բարձրաձայնեցին պետական կառույցների և քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության հարցերը։ Պարոն Հայրապետյան, պետական կառույցների տվյալները խիստ պաշտպանված պետք է լինեն, այո։ Ազգային ժողով, սիրելի պատգամավորներ, հարգելի պատգամավորներ, դուք ամեն օր քայլում եք այս միջանցքներում, ամեն վայրկյան տեսախցիկներ են։ Սերվերը ամենապաշտպանված բանն է, չէ՞ այստեղ ազգային ժողովում։ Հիմա տեսեք մի պատմություն դες պատմեմ, որ դուք իմանաք, թե մեր գլխի գալիքը ամեն վայրկյան, երբ որ քաղաքական իշխանությունը որոշի, ոնց է լինում։ Հանգուցյալ Մհեր Սահակյանի միջադեպը հիշում եք։ Մհեր Սահակյանի հետ կապված միջադեպից 3 ժամ հետո Հայաստանի Հանրապետության ամենապաշտպանված սերվերներից մեկից, ազգային ժողովի սերվերից հաքերական հարձակում, գողություն, թե ոնց կուզեք, բայց այդ տեսանյութը հայտնվում է մի հատ կայքում։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի, սա նշանակում է Պրախադնոյ դվոր այդ սերվերը։ Նշանակում է ցանկացած մեկը կարա մտնի սերվեր, վերջում կասեմ ինչա։ Երկրորդը, բոլորդ էլ ճամփորդում եք գործուղումներ, պատգամավորական սրահով եք գնում, վիպով կամ սովորական անցակետով, որը պաշտպանված է, այդ տեսանյութերը պաշտպանված է, ազգային անվտանգության ծառայություն եւ այլն։ Մեկ էլ որոշում են, որ պայմանական Գեգամ Մանուկյանի մասին պետք է ասեն, այսօր Գեգամը թռել է Մոսկվա։ Մեկ էլ այդ ֆոտոները հայտնվում են որտե՞ղ, էլի նույն կայքում։ Ես 2 դեպքն էլ կոնկրետ դեպք եմ ասում։ Մազերս չեն սպիտակում, բայց կյանքս գնաց։ ԱԱԾ, ՊՊՑ, քաղավիացիայի վարչություն, ազգային ժողովի աշխատակազմ, էլ չգիտեմ, մնաց բախտ բացողին դիմեմ ասեմ, լավ ոնց է այդ տեսանյութերը հայտնվում։ Քարի լռություն։ Պատճառը գիտեմ, գիտեք այդ բոլորը որտեղ է հայտնվում։ Media News կայք, ծանոթ է բոլորին։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյան։
Խորհրդարանում քննարկվում է ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի հարցը։ ՔՊ-ն հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը։ Իր ելույթում Հունանյանն անդրադարձավ Հայաստան խմբակցության падգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցադրմանը, թե թեկնածուն չունի համապատասխան կրթություն։ Առաջին հերթին որպես մանկավարժ դուք կասկածի տակ եք դնում միջին մասնագիտական կրթությունը, որին տիրապետում է 16500 բուժքույր Հայաստանի Հանրապետությունում եւ առանց որի, առանց այդ օղակի առողջապահությունը կաթվածահար ուղղակի կլինի։ Այս փոքրիկ կենսագրությունը, ինչպես որ դուք նշում եք, այս փոքրիկ կենսագրության հետևում կանգնած է տարիների բազմաչարչար աշխատանք, գիշեր եւ ցերեկ, տարիների բազմաչարչար կրթություն, անընդհատ, շատ էլ որ ես չեմ գնացել բարձրագույն կրթական հաստատությունում ստանալու, բայց ես անընդհատ սովորել եմ, անընդհատ։ Հռիփսիմե Հունանյանն իր ելույթում նշեց, որ կառավարման ձիրք ունեցող մարդը բարձրագույն կրթության կարիք չունի։ Հունանյանի արտահայտությունից հետո խորհրդարանում բուռն քննարկում սկսվեց։ Ես ակնկալում եի, որ դուք բովանդակային ելույթ կունենայիք եւ ամբողջ կենտրոնացումը չէիք հանի նրա վրա, որ դուք բուժքույր եք եւ կփորձեիք արդարացնել, որ արդյունավետ եք կարողանալու կառավարել հանձնաժողովը։ Ես ցավում եմ, որ ձեր հիմնական մատնացույց արած խնդիրներից մեկը այն է, որ բժիշկները հիվանդների աչքերի մեջ չեն նայում, հայացքով չեն շփվում հիվանդի հետ։ Այս ոլորտը այնքան խնդիրներ ունի, որոնց մասին, եթե այսօր ամբողջ օրը խոսանք, օրը կավարտվի, բայց խնդիրները չեն ավարտվի։ Պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ գոհ չէ թեկնածուի պատասխաններից։ Գիտեք, ձեզ մասնագիտական հարցեր են տալիս, դուք հուզական ֆոնի հետևում եք թաքնվում, փորձում եք ձևացնել, որ թիրախավորվել է ձեր միջին մասնագիտական կրթությունը, մինչդեռ որևէ մեկը ոչ միայն չի թիրախավորել կամ արժեզրկել, հակառակը շատ կարևորել է միջին մասնագիտական կրթությունը։ Խնդիրը այլ բանի մասին է։ Ձեզ պարզ հարց տամ, որ պատկերացնեք, ձեզ ով կես նախադասություն անգամ կհանդիմաներ կամ որևէ բան կասեր ձեր կոմպետենտության մասին, եթե այսօր ձեզ ուղված հարցերին դուք պատասխանեիք։ Ես իսպանական ամոթ եմ ապրում, երբ պատկերացնում եմ բժիշկներին, ովքեր հետևում են այս քննարկմանը, գլխավոր բժիշկներին, առողջապահության ոլորտի մասնագետներին, կամ ապշում եմ, ինչ է նշանակում դիահերձարանները հո ամենտեղ պետքա չլինեն, մարզպետարանները ոնց են աշխատում։ Էսա ձեր պատկերացումը։ Հաշվի առնելով Տիկին Հունանյանի մարդկային որակները, պարտաճանաչությունը, պայքարելու կարողությունը եւ արդարամտությունը, ես կարծում եմ, որ մենք ունենալու ենք հրաշալի հանձնաժողով, որը միշտ աչքի է ընկել առատագույն, ամենաառաջատար քանակով եւ որակով առողջապահական օրենսդրական նախագծերով, քննարկումներով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Փաշինյանը նշեց, ռազմավարական որոշում է կայացվել։ Հայաստանի նոր միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային։ Ում հետ ենք մենք կառուցելու, ում հետ ենք գործընկերություն անելու։ Մենք մեր բոլոր գործընկերներին, ովքեր նման բան ունեն, նման տեխնոլոգիա ունեն կամ կարող են ունենալ, մենք բոլորին հարցրել ենք, ասել ենք դուք կնեղսրտեք, եթե մենք այս թեման քննարկենք նաև մյուսների հետ։ Բոլորը ասել են, որ ոչ։ Հիմա ինչ եմ ասում, որովհետև երբ որ ես գնում եմ Մոսկվա, ասում են վերջ, ուրեմն որոշվել է, որ Մոսկվայի Ռուսաստանի հետ է կառուցվում։ Միացյալ Նահանգների հետ հուշագիր ենք ստորագրում ու նոր գնում Մոսկվա, ասում են բա հուշագիրը ստորագրեցին, ինչի գնացին Մոսկվա։ Գնում ենք Չինաստան, ասում են բա չհասկացանք, հիմա այնա մենք շատ թափանցիկ ասել ենք, որ այս պահին մենք ուզում ենք ստանալ առաջարկներ։ Եվ մենք այսօր նման խոսակցություն ունենք եւ Միացյալ Նահանգների հետ, եւ Ռուսաստանի հետ, եւ Չինաստանի հետ, եւ Հարավային Կորեայի հետ, եւ Ֆրանսիայի հետ։ Պատգամավոր Կարեն Սարուխանյանի հարցը կրկին վարչապետ Փաշինյանին է ուղղված։ Արդեն
շուրջ 6 ամիս է, ինչ Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքը կառավարում է մի կլան, որի ղեկավարը կամ ինչպես շատերն են ճանաչում, Վարդանիկը հրապարակային ազգատափ հայտարարություններ անելով կասկածի տակ դրեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Պարոն վարչապետ, խնդրում եմ ձեր գնահատականը այս ամենի հետ կապված։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական եւ հանրային դաշտից։ Ինչպես քաղաքական մեթոդներով եւ բոլոր այն մեթոդներով, որոնք կարելի է կիրառելի է ժողովրդավարական երկրում, եւ ես համոզված եմ, որ դա տեղի կունենա։ Հասմիկ Ֆարադյան, Արմալուր։